La Pari Yerego Cesi, Bernagan Avotko, Sasi. Ortial del Merisus Christos Amen. Հայր մեր, որ երկինս ես սուպ եղիցյան քո, եղեսի արկայություն քո, եղիցին գամ քո, որպես երկինս եվերվի, հսհաց մեր հանաբազոր դուր մեզ այսօր, և թող մեզ սպարդիս մեր, որպես և մեկ թողում մերոց պարդաբանած, և մի դանիրս մեզ ի փորձություն, այլ պրդյաս մեզ ի չարեն, զիքոյ արկայություն և զորություն և բար հավիտյանս հավիտենից ամեն, իմաստություն, որ Հիսուս դուր մեզ իմաստություն, ըսպարիս խորդել և խոսել և կործել առաջի քո ամենայն ժամ, իչար խորհրդոց իպանից և իքործոց պրգյաց մեզ և ողորմյա քո արարածոց և մեզ բազմամեղածս։ Ամեն։ Հրամեցեք։ Մեր շարականի երկեցողությունը շարնակությունն է խաղաղական ժամերկության, ներսես շնորհալի հայրավետի կողմէ կրված, սուրբը սրբոց երրորդություն, մեզ մակրյա քեզ բնակություն։ Այն ինչ, որ Պողոս նախքան շարականի երկեցողության սկսիլը բացատրությունը դրվի, որպեսզի ինչպես անցյալ անգամին գսեի, որպեսզի մեր երկածը հասկանան ինչ երկենք, որպեսզի մեր աղոթածը հասկանան ինչ կաղոթենք։ Ինչպես որ գսե Պողոս առաքյալ Կորինթացիներու նամակի մեջ, ինչ որ գնեք գսե հասկանալով եք, որպեսզի երբ որ որևէ մեկը մտնե ձեր համայնքի կյանքներ, ձեր հավաքույթի, այսպես պաշտամունքի ժամանակ, երբ որ ներս մտնե գսե եւ դուք գաղոթեք, այդ աղոթքը հասկանալի հասանելի ըլլա, որպես լսողը ամեն ըսե։ Երբ որ գսե չի հասկանար, թե ինչ գսեք, ինչ գաղոթեք, ինչ կերկեք, ինչպես ամեն թողս է, որովհետև ամեն ըսելը բարձավես աղոտքի մը ավարդը վերջին պարը չէ, որ գարդասանենք մենք, հավիտյանս հավիտենից ամեն, պամը չէ, որ ուզենք կամ ոչ պիտի ըսենք այդ պարը, ընդհակառակը ամեն գնշանակ է, ըսել գուզե, հիմա ինչ որ խնդրեցինք, հիմա ինչ որ փապակեցանք, հիմա ինչ որ ներկայացուցինք, թող որ այդ բոլորը գադարվի, եթե բժշկություն խնդրեցինք, ամեն թող գադարվի, խաղաղություն խնդրեցինք, ամեն թող գադարվի։ Ուրեմն առաքյալն գսե, ինչ որ գսեք, ինչ որ գնեք, ինչ որ գաղոթեք, ինչ որ գխնդրեք, հասկանալի թող լա, որովհետեւ ներս մտնողը ձեր հավաքույթի մեջ ներկա եղողը հասկանա ըսվածը եւ այդ ըսածին համացայն է իր այդ խնդրանք այդ փապակը թող որ գադարումի ըլլալու այդ վիճակի մեջ նաեւ որպես ներկայացվի։ Հետևաբար այսօր երբ որ մենք այս շարականը պիտի երգենք, այդ շարականը նաեւ մեզ կօգնե հասկանալու որ հայրավետը ինքը ներսես շնորհալի հայրավետը ինքը ինչ կփապակի Աստծուն, ինչ կխնդրի Աստծուն։ Գսե սուրբ երրորդություն, մաքրե մեզ որպես բնակություն։ Այն ինչ որ Պողոս առաքյալը արիթոմը գսե դուք գսե դաջարեք Սուրբ Հոգին։ Ձեր ներսիտին ամբողջ բնակարան է Սուրբ Հոգին։ Եվ անորոմանալ խորքի մեջ երբ որ Քրիստոս դաջար մտավ մաքրակորձելու, որտեղ ասամ այս դունը աղոթքի դուն է, այս դունը հորս դունն է, որ աղոթքի համար պետք է որ տրամադրվի։ Հիմա ներսես շնորհալի հայրավետ Լուկայի գսե քարեղեն դաջարի մասին չէ իմ աղոթքս որ քաս եւ մաքրես, այլ հոգևոր դաջարը եղուր եւ մաքրե այնպես մը որ քեզի համար փնագության վայր ըլլա, որտեղ գսե այդտեղը քեզի համար պետք է որ պատրաստվի։ Եվ անորոման է որ Քրիստոս եկավ եւ ինչ ըրավ, դուրս վրընդեց գսե բոլոր անոնք որոնք դաջարի մեջ լումայապոխներ էին, վաճառականներ էին, սեղաններ էին դրանց, որպես իրենց աշխատանք, իրենց վաճառականության կամ ինչ որ աշխատանք կնեին, այդ բոլորը իքորստներին դաջարի կյանքերից։ Իմիջայնոց ուրիշ բան չէին անել, լումայապոխություն գնեին ինչու, որտեղ օդար երկիրները եկած, դուրսի երկիրները եկած ուխտավորներ էին, եւ այդ ուխտավորները իրենց այնտեղ ապրած լումաները պիտի բերեին եւ այնտեղ exchange ունեին, currency exchange պետք է ունեին։ Բնական էր երևույթը, բայց ընդունելի չէր երևույթը։ Բնական երևույթը եւ ընդունելի երևույթը իրարու չշփոթենք։ Անոնք նաեւ այնտեղ ինչ կտնեին, աղամնավաճառներ էին, բնական էր այդ երևույթը։ Ինչպես որ նաեւ Մարիամն ու Հովսեփ, երբ որ իրենց անդրանիկ զավակ ունեցան,
դաջարկացին եւ ինչ ներկայացուցին դաջարին։ Զույգը դադրակ ամամիցակ եւ ուրգե պիտի կնեին դաջարի մուտքեն։ Բնական էր երևույթը, բայց որքան ընդունելի էր երևույթը։ Նույնպես ալ որոշ բաներ կան մեր կյանքի մեջ, գուքան գսելով բնական է այդ երևույթը, բայց ընդունելի է մեզի համար որ դաջար է, բնակարան է նաև աստվածության, Հորը, Որդին եւ Սուրբ Հոգին։ Հետևաբար հայրավետը գուքա եւ կխնդրե աղոտ եւ գսե մաքրե, որպես այնտեղ բնակության դեղ ըլլա քեզի համար։ Ուրեմն մեծ բախի շրջանը նաև այդ քեղեցիկ առիթն է մեր աղոտ կփարսրացնելու եւ այս բնակարանները բնակության վայրի վերածելու Հոր Աստծո Որդին եւ Սուրբ Հոգին։ Այս աղոթքով, այս հավատքով եւ այս խնդրանքով նաև մենք աղոթենք առաստված եւ երթենք այս շարականը միասին եւ ասենք Սուրբ Սրբոց Եվ ագանչած իմոց ոչ ախորժել լսել սպանս չարության, և հերանո իմո ոչ խոսելս սդություն, և սրդի իմո ոչ խորելս չարություն, և ծերած իմոց ոչ կոլզել զանիրավություն, և ոտից իմոց ոչ կնարի ճանավարս անորենության, այլ ուղյաս շարժումը սոցալ լինել ըստ պատվերանած կոց համենայնի, ուր գենթանի Քրիստոս, ըստ հուր սիրո քո զորարգեր հերգիր, որ փոքյա հանցնիմ, զիայրեսե զավ թոքո իմո, և սրպեսես խիլչ մտացիմոց, և մակրեսես մեղս մարնո իմո, և վարեսես լույս կիդության քո ի սրբի իմում։ Գամեցող պարյած տեր գամարար, մի թողուրզիս ի գամս ծին իմոքնար, այլ առաջնորդյա ինձ լինե միշտ ըսկամած կոց պարեսիրացի, և ողորմյա քո արարածոց և ինձ բազմաններից։ Սուրբ Աստված, Սուրբ և հզոր, Սուրբ և անմար, որ այս է Yeah.
ևս մեզ իր փորձությունե եւ ամենայն վտանգից մերոց եւ ևս խաղաղությանս Տեր աղաչեսու վասն լսելի լինելով դիարն Աստուծոց այնի աղաչանած մերոց հարեխոսության սուրբ Աստվածածնին եւ իջանելով ի վերա մեր ողորմության եւ կտության դիարն Աստուծո ամենագալ Տեր Աստված մեր գեցո եւ ողորմյա Դեր ողորմյա Դեր ողորմյա Դեր ողորմյա Ով Դեր մեր Աստվածը Փառք ու դանքեսի որ դու այսօր անգամ եւս մեզ այստեղ հրավիրեցիր, մեզ այստեղ կանչեցիր որ ամեն բանի առաջ քո ներկայությունը վայել ունենանք Փառք ու դանքեսի եւ քո սուրբ անունդ կփառավորենք այս օրվան համար եւ այսօրվան դված քո բոլոր բարիքներուց Եթե երբեք չգրցանք անդրադառնալ, գիտակցել կամ տեսնել այսօրվան մեր վայելած բարիքները, գաղութենք եւ կխնդրենք, որ իմաստություն դաս մեզի, որպեսզի մեր մտքերը կարենան տեսնել, հասկանալ եւ ըմբռնել։ Իսկ եթե երբեք գրցանք այդ բոլորը կարդալ, տեսնել, հասկանալ ու վայելել այդ բարիքները, այդ բարիքներուց համար եկած ենք շնորհակալություն հայտնել։ Իսկ եթե երբեք այսօր ինչ-ինչ պատճառներով ունեցանք ցախորդություն, ունեցանք դժվարություն, կամ այնինչ որ ծրագրած ենք եւ չգրցանք հաջողցնել, այդ բոլորին համար դարձյալ շնորհակալ ենք, որտեղ այդ բոլորի մեջ կուզենք տեսնել քո կամքդ, որտեղ քո կամքդ ուրիշ բան չէ, թե ոչ մեր բարիքի համար։ Իսկ եթե քո կամքը դա չգրցանք հասկանալ, անորամարան մեր աղոտ խնդրանքն է, որ մեզի դաս այդ իմաստությունը, որ քո կամքը կարենանք հասկանալ։ Այստեղ մեզ հավաքած հրավիրած ես, որպեսզի քո պատգամներովդ մեր մտքերը փանաս, մեր ամբողջ էությունը պատրաստես քո միածին որդիդ մեր փրկին Հիսուս Քրիստոսի երկրորդ քալստին։ Թող որ այս սերտողությունները ծառայեցնեն ճիշտ այդ նպատակին։ Չկանք այստեղ բարձրապես հարցումի պատասխան ունենալու։ Չկանք այստեղ բարձրապես հատվածի մի իմաստը իմանալու։ Այդ թող որ մեր այստեղ ներկայությունը, քո ներկայությունը վայել ունենալու եւ քո պատգամները լսելու, թող որ ծառայեցնեն մեր հոգեվոր աճման, մեր հոգեվոր պատրաստության։ Որպեսզի կարենանք այս սերտողության եւ ընդհանրապես այսպիսի հոգեվոր աշխատանքներու ջամփով մենք կարենանք մեր հավատքի կանտեղին ցետը հավելյալ ցետ ունենալ։ Որպեսզի երբ որ կաս, երբ որ ալբինիկաս, մեր հավատքի կանտեղները վառ լուսավոր կարենանք քեզ դիմավորել։ Եվ ոչ թե միայն քեզ դիմավորել, այլ նաեւ քեզի հետ ժառանգորդները դառնալ երկնքի արքայության։ Որուն համարան տուն դեղ պատրաստեցիր եւ աշակերտներուդ պատվիրեցիր ասելով գերթան ցեզի համար դեղ կպատրաստեմ որպեսզի կամ եւ ես ցեզի հետ տանիմ հոն ուր որ ես կգտնվի Մերալ սպասումն է մերալ ակնկալությունն է ու քալուստը թիմավորելու բայց մինչեւ այդ քալուստը մեր աղոթքը եւ խնդրանքն է որ մեզ զորացնես հավատքի կյանքի մեջ, ավելցնես մեր մեջ հույսը, սերը, որպեսզի կարենանք այս դժվարին պայմաններում մեջ քո առաջնորդությամբ կարենալ այս հավատքի պատերազմը պատերազմելու, կարենանք ընթացքը ավարտին հասցնելու, հավատքը վայելու եւ առավել եւս արդարության բսակին արժանի ելնալու։ Այս առիթով նաեւ գաղութենք եւ խնդրենք ով երկնավոր հայր, որ հիշես բոլոր այն բարակաները որոնք ֆիզիկապես ներկա չեն այստեղ։ Ուր որ են, ինչ բարակայի մեջ որ են, անոնց համար գաղութենք։ Եվ քո ողորմությունը կխնդրենք։ Բժշկության գարիք ունին, երևի կխնդրենք, որ բժշկես, մխիթարության գարիք ունին, մխիթարես, ընտանեկան խնդիրներ ունին, սեր, համերաշխություն, համբերություն շնորհես, իմաստությունը տաս։ Եվ ինչ որ այսօր պիտի պատկամես մեզ մեր յուրաքանչյուրին, նաև անոնք եւս անմասն չմնան։ Ոմանք կան, որոնք մեզ կհետևին համացանցով,
հերագա, ուր որ են իրենց դեղերու մեջ նայել իրենք պահես, քո հովանավորությամբ իրենք պաշտպանես։ Եվ այս բոլորը կխնդրենք մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի անունով, այնպես ինչպես ինք սորվեցուց պատկամեց ասելով, ինչ որ խնդրեք հավատքով Որդին անունով պիտի բերվի ցեզի։ Եվ մեր այս խնդրանքը կխնդրենք Որդին անունով եւ հավատքով։ Իսկ եթե դեպք դակամին հավատքի կարիք ունենք, մեր աղոտ խնդրանքն է, որ ավելցնես մեր հավատքը։ Միշտ փառավորելով ամենասուրբ երրորդությունդ, Հայր Որդի եւ Հոգի Սուրբ, այժմեն մինչև հավիտյանս։ Ամեն։ Եվ քու ողորմությունը խնդրելով եւ երկնավոր Հայր գսենք,
Ներսերդերեն պխած աղոտ կտողացված լսե և իր գամքին համացայն նաև ինչ որ իր գամքին համացայն է այդ բոլորն ալ թող կատարե մեզի կմնա հավատքով խնդրել իր մեն և սակայն մնացածը ցկել իրեն վստահելով իր ողորմության, վստահելով իր հայրական սիրուն և հոգացության անոր համար է որ նա և արիթոմը Քրիստոս պիտի իջեցնե ըսելով եթե մանուկներու վեճ չլակ, պիտի չգարենակ ժարանքել երկնքի արքայություն։ Ինչու որտեղ մանուկը այն մարդ արարածն է, որ ամբողջական վստահություն ունի ծնողքին նկատմամբ։ Բայց այդ մանուկ հասկացողությունը որոշ տարիքն ունի։ Որոշ տարիքեն հետո այդ մանուկը կփոխվի։ Այդ մանուկի մտայնությունը կփոխվի, դիտելու եղանակը կփոխվի, մտածելակերպը կփոխվի։ Եվ անոր համարալ Քրիստոս այդ սահմանը որ գտնե մանուկի մպես, այդ մանուկի մեջ եղած ամբողջական վստահությունը եւ դակավին չսելու համար անգերց վստահություն։ Ամբողջական վստահությունը եւ անգերց վստահություն։ Որտեղ կարևոր բառն է որ գործածենք անգերձի կամ գերձիկի գերձավորի։ Որն համար է որ Մատթեոս Ավետարանիչի 23-րդ գլուխը Քրիստոս կխոսի ճիշտ այդ գերձավորության մասին։ Եվ որ խոսք գուղե փարիսեցիներուն օրենքի ուսուցիչներուն ըսելու համար թուք գերձավորներ։ Անոր համար այնքան անհրաժեշտ ու կարևոր է ամբողջական վստահությունը եւ անգերց վստահությունը, ոչ թե գերձավոր վստահություն։ Եվ ադիկա սրդերը քնողը որտեղ ասված ինք է, հետեւաբար ամեն մեկու սրդի խորերը ինքը ինչպես պիտի սեր Բողոս, ինչպես պիտի սեր Դավիթը ինքը։ Տունին երգամներս գտնես է, ծանոթ եք ես ամեն ինչ։ Նիստուկացս գիտես, ելնել նստիլս գիտես, դուրս ելնել, ներս մտնել, ինչ կմտածեն, ինչպես կմտածեմ, ամեն ինչ քեզ համար գսե փաց է, թափանցիկ է, զազուկ բան չկա։ Հետևաբար ըստանը նաև մեր հասկացողությունը լա, թե մենք որու հետ է որ գործ ունենք։ Մենք որու հետ է որ գործ ունենք։ Եվ adorամարևոր ասված մեզի դա նաև այդ շնորհքը որ մեր բոլոր արտահայտություններու մեջ, մեր աղոթներու մեջ անգերց ըլլանք եւ սրբած ըլլանք։ Adorամարան Գրիգոր Նարեգացի սուրբը եւ որ աղոթ կաղոթե, ի խորոց սրդի կաղոթե։ Որտեղ Քրիստոս ինչ պիտի ինչ որ սրդեն դուրս կա, այդ է։ Ինչ որ սրդեն դուրս կա։ Եվ ի խորոց սրդի այդ աղոթքը նա ինչ որ սրդեն դուրս կա, ոչ թե ինչ որ մտքետ դուրս կա։ Եվ արիթոմը խոսած ենք այդ աղոթքի տարբերակներու մասին։ Շրտերով աղոթելը, լեզվով աղոթելը, մտքով աղոթելը, հոգիով աղոթելը, սրդով աղոթելը։ Եվ հետաբար Գրիգոր Նարեգացի սուրբը հասած է այն հանդրվանին, որ իր աղոթքը եղած է սրդե բխած աղոթք։ Սիրտ ոնուր որ իմ կանցս է, նաև սիրտը սոնե Քրիստոսի բացառությամբ, նաև Գրիգոր Նարեգացի սուրբին աղոթներն եղած են այդպիսին։ Նույնպես մեզի այսօր մեր աղոթներն ըլլան իբրև այդպիսին, եւ իբրև այդպիսին ըլլալով ասված ինքը իր ողորմությամբ նայի մեզ մեր յուրաքանչյուրի խնդրանքներուն։ Մենք այսօր արդեն հասած ենք 79-րդ Սաղմոսը։ Անցել անգամին տեսանք գրեթե քանի շաբաթներու վրա երկարած 78-րդ Սաղմոսը։ Ատքի առաջ մենք տեսանք 77-րդ Սաղմոսը։ Եվ եթե դրամապանականորեն տեսնենք հերթականությունը, ապա պիտի տեսնենք, որ ներքին գապ մը կա այս Սաղմոսներու միջև։ Նախ ներքին գապը այդ է, որ քոնե այս 3 Սաղմոսներուն հեղինակը նույնն է, Ասաֆն է։ Եվ անգամ Արիթոմ անդրադարձանք ով է Ասաֆը։ Դաջարի մեջ գործող այն պաշտոնյան, որ նաև պատասխանատու երկարձեք սերումը այս բաժնին, աղոթքի, Սաղմոսի երաժշտության, որտեղ չմոռանանք նաև որ Սաղմոսները ինչ են, հոգևոր երաժշտություն են, հարապանակ են, խնդրանք են, աղաչանք են, տագնապի մեջ ըլլալու վիճակներ են, բայց եւ այնպես նաև երաժշտություն են, ասոնց այդ երաժշտությունը միախառնված է եւ իբրև հարապանություն, իբրև խնդրանք առաստված կներկայացվի։ Ուրեմն առաջին հերթին իբրև իրարու միջև այս Սաղմոսները քոնե 77, 78 եւ 79 Սաղմոսները ներքին գապ որ ունի, այդ նույն հեղինակի կողմէ գրված ըլլալն է Ասաֆ։ Երկրորդ ներքին գապը այն է, դրամապանականորեն նաև պատմական, այսպես ասած, հոլովույթը, պատմական շարունակականությունը եւ մտքի շարունակականությունը։ Այլ խոսքով 77-րդ Սաղմոսը ներկայացուց մեզի վիճակը, որ
կարելի չէ մխիթարվի այս վիճակի մեջ։ Եվ ինք մխիթարություն կփնտրե։ Եվ մխիթարությունը կտավ ինչի մեջ, հետադարձ ակնարկով։ Երբ որ սկսավ պատմությունը վերհիշել, այն պատմությունը, որ կապված էր որու հետ, Իսրայելի ժողովրդին, որ պատմության մասին էր Եգիպտոսի ելքը, թե ինչպես Եգիպտոսեն ելան, անավադի թափառումները անցան եւ հասան մինչեւ խոստացված երկիր։ Այդ առիթով նաեւ ինչ ներկայացուց, այն բոլոր անցուտ հարցերը խդացված ծևով մենք ինչ որ խորքի մեջ կգարտանք առաջին 5 քիրքերու մեջ, գոնե 4 քիրքերու մեջ, ելից թվոց ղևդացված երկրորդումն օրինաց, քանի մը գրտնություններով, սակայն Ասավ փորձեց խդացված ծևով 78-րդ Սամոսի ճամփով մեզի ներկայացնել, թե այս ժողովուրդը ուրգե ուր հասավ եւ ինչ ընթացքով անցավ, ինչպիսի վիճակներում մեջով անցավ։ 79-րդ Սամոս այս անգամ կներկայացնե ուրիշ մեկ պատմական երևույթը, որ այս անգամ կարծեք թե ըլլար Քրեթե ժամանակակից իրեն, Քրեթե իրեն ժամանակակից։ Եվ նախքան բացատրության անցնելը դեսնենք ինչ բանի մասին կխոսի, որովհետև նաև չմոռանանք, երբ որ Սամոսները կգարտանք, ըսվեցավ Սամոսները ինչ են, Սամոսները շնորհակալություն են, հարաբանանք են, Աստծո ըրած գործերուն, Աստծո տված բարիքներուն։ Միևնույն ժամանակ նաև ինչ են, անձնական կյանքիմը դժվարություններն են։ Օրինակ մենք տեսանք Դավիթի բարական, հալածական էր, Սավուղը զինքը պիտի սպաներ, եւ դակնուվրայություն ուներ իր ներաշխարը, փախուստի մեջ էր, դեղեդեղ կբահվդեր, որպես հանկարծ չլա թե Սավուղ զինքը գտնե եւ սպաննե։ Եվ այս վիճակներու մեջ ինչ դեղի կունենա, երկխոսություն Դավիթի եւ Աստծո միջեւ։ Բայց նաև մենք փորձեցինք տեսնել, որ Սամոսները միայն անհատական չեն, Սամոսները նաև ազգին հետ կապված երևույթ են։ Ամբողջ ազգի մասին նաև արտահայտություն կա։ Ինչպես 78-րդ Սամոսը, որ խոսեցավ ամբողջ ազգի մասին, ամբողջ Իսրայելի ժողովրդի մասին։ Ինքը մխիթարություն կուզեր, ասավ, եւ այս անգամ կհասնի այնտեղ ինչ որ ասված ոչ թե միայն իրեն, այլ ամբողջ ժողովրդի համար իր բարիքը ցույց տվավ։ Ամբողջ ժողովրդի համար իր բրգությունը ցույց տվավ։ Իսկ 79-րդ Սամոսը դարձյալ կխոսի, որու վերնակիրն է ինչ, եթե ոչ աղոտ ասկի ազատագրության համար։ Ուրեմն միայն իր մասին չէ, այլ նաև իր ամբողջ ազգին, հրյա ժողովրդին համար է։ Ինչու, որովհետև այնպես ինչպես քանի մարիտներով օրինակը դնենք։ Մովսես երբևիցե ինքզին առանցին չէր զգար, երբ որ Աստված ինքը կանչեց, ըսելով քնա Իսրայելի ժողովրդին, որպեսզի սիրենք դուրս բերես Եգիպտոսեն։ Եվ երբ որ հանգարց պատերեցավ որոշ դժվարություններու մեջով գանցնեին, Մովսես ինչը սավարիտում։ Եթե հեսավ այս ժողովուրդը պիտի չմտնե խոստացված երկիր, ես չեմ մտնել ասոնց է խոստացված երկիր։ Գնշարագեն Մովսես երբևիցե ինքզին այնպես չնկատեց, որ գիտես ինչ, Աստված զիս լգեց իբրև մարգարե, իմ բարդականությունս այս ժողովուրդը առաջնորդել է, չեն ուզեր, թող որ այստեղ մնան, ընդհակառակը։ Մովսես երբևիցե ինքզին անմասն չնկատեց, այլ որպես մասնիկը այս ժողովրդին։ Ինչպես օրինակ համար մույս մարգարեներու բարակային, Երեմիա մարգարեն, գանչվեցավ Աստծո կողմեն, ղրգվելու համար թագավորին, քնախոսիր թագավորին, քնախոսիր բալադականներուն, քնախոսիր նախարարներուն, քահանաներուն, որ Աստված այսպիսի բաներ պատկաններուն իցեզի փոխանցելիք, եւ դերմը հասավ, որ ժողովրդի հետ անմիջական վիճակի մասին պիտի ներկայացվի, Երեմիան ինչ կնե, ժողովրդին համար աղոտ կբարձրացնի։ Այնպես չէ, որ Երեմիան ասե, ես Աստված զիս կանչեց, զիս մարգարե նշանակեց, այն ժողովրդի ինքն է, ընդհակառակ երբ որ գաղոթե, Երեմիա մարգարեն չաղոթե լսել համար անոնց մեղքը ները իրենց։ Այլ Երեմիան գսե մեր մեղքը ները, մենք մեղք գործեցինք։ Երեմիա ինքը մաս եւ բաժնիկ կնկատե ինքը։ Գարթան Թանիելի մարգարեությունը։ Թանիել նույնպես, երբ որ գաղոթե եւ Աստծուն ողորմություն կխնդրե ժողովրդի մեղքին համար, երբևիցե չսեր ները անոնց մեղքերը, այլ գսե մենք մեղք գործեցինք։ Մենք քեզի թեմ մեղանչեցինք, ները մեր մեղքերը։ Նույնպես ասավ, երբ որ ազգիմը ազատագրության համար աղոտ կբարձրացնե, որպես ինչ կներկայացնի, մենք մեր մեղքը, մենք է որ մեղանչեցինք։ Եսեք, եւ այսքա ցույց կտա այդ մարգարեներուն, այդ անձերուն, որոնք Աստված երբ որ կկանչե, այդ մարդիկ իրենք զիրենք մաս եւ բաժին կնկատեն այս ամբողջ զանգվածին ժողովրդին։ Երբևիցե իրենք զիրենք չեն նկատել այնպես
որ մենք դանջվեցանք, մենք վերի խավին գվատկանենք այս ժողովրդի մաս չենք կազմել, այս ժողովրդի ինքն է որ մեղավ ընդհակառակը։ Եվ ասիկա ինչ կթելադրե եկեղեցին։ Այսօր եկեղեցին երբ որ աղոթքը բարձրացնեն, երբ որ մեղքերու քավություն եւ թողություն կխնդրե, ինչպես կխնդրե։ Նույն ցեմ մեր մեղքերը։ Չեմ աղոթել այնպես անոնց մեղքերը ները։ Չէ, որտեղ մենք մեջնենք, մենք այս կամ այն ցևով մեր մտքերով կմտածենք, մեր խոսքերով կարտահայտվենք, մեր փորձերով կդրսևորենք, մեր մտքերում մեջ եղածը, որն համար Աստծուց մենք կխնդրենք այդ ողորմությունը։ Եվ հետևաբար ասավ 79-րդ այս սաղմոսով ճիշտ այդ աղոթքն է որ կբարձրացնե ազգի մանխոջ ազատագրման համար։ Եվ գսի այսպես ով Աստված հեթանոս ազգեր դիրապետությանդ սահմանները մտան, քուսուկ տաճարը բղձեցին, Երուսաղեմը ավերագի վերածեցին։ Ով Աստված հեթանոս ազգերը քու սահմանները մտան։ Ինչպես կնան մտնել։ Եթե Աստված ամենազորն է, ինչպես կնան իր սահմանները մտնել։ Եթե այս տաճարը Աստծո տաճարն է, ինչպես կնան մտնել եւ այդ տաճարը բղձել։ Ինչպես կնան, եթե երբեք Երուսաղեմը Աստծո քաղաքն է, ինչպես կնան մտնել եւ այդ քաղաքը ավերել։ Եվ եթե պատմականորեն հարցնենք, որ ինչ մասին է այս խոսքը, որ ժամանակահատվածի մասին է այս խոսքը։ Ճիշտ այն ժամանակահատվածին է խոսքը եւ անոր համար հետադարձ ակնարկ մգնենք թագավորական քիրքերուն, որոնք կխոսին ճիշտ այս երևույթի մասին, երբ որ Նաբուքոդոնոսորը, Բաբելոնի թագավորը, պիտի հարցակի եւ պիտի գոդորե ամբողջ քաղաքը Երուսաղեմը, պիտի գոդորե սպաննե բնակիչներեն բաժինը, պիտի ավերե ու բղձե տաճարը եւ անոն սպասներ պիտի առնե դանի իր հետ դեպի Բաբելոն։ Եվ ադոր մասին մենք կգարտանք Դանիելի մարգարեության մեջ։ Երբ որ գսե Նաբուքոդոնոսորեն հետո Բաղդասասար թագավորը նստեցավ գսե կահին հրամայեց այն ինչ որ փերված էր Երուսաղեմեն, դաջարեն, քրապված ոսկերեն անոթները, անով գսե գերավ խմեց, խնջույք սարքեց, պատրաստեց եւ հրավիրյաններուն հետ գերավ խմեց քինով ցավ եւ որուն արիթով է որ գսե թափն է երևցավ եւ բադին վրա գրեց մանե թեքել հաշվված համրված օրերը եւ այսօր վերջ կգտնենք ու թակավորությունը ըսելիքը սակայն այն է որ պատմականորեն երևույթի մասին է որ դանդրադառնա ասա եւ այդ պատմությունը այն է այն հարցակումը որ դեղի ունեցավ Բաբելոնի գոմե Երուսաղեմի վրա եւ եթե գիշեք անցյալ շաբաթ խոսեցանք այն մասին թե ինչպես Աստված ինք է որ ջամփակը հանեն Նաբուքոդոնոսորը որպեսզի քա եւ քրավե Երուսաղեմը գոդորե եւ բղձե տաճարը եւ հիմա դիտեք ինչպես Աստված ինք է որ գարդոնե որ այս բոլորը պատահին եթե գիշեք մենք անցանակների մեջ բերում նրի Եսայի մարգարեության մեջ ասվածը ահավասիկ ես հյուսիսեն թակավորությունը պիտի հանեմ եւ պիտի օգտագործեմ այդ թակավորությունը իբրև քավազան իմ ժողովուրդս թաստիարակելու համար իմ ժողովուրդս թաստիարակելու իսկ եթե եք հանգարց բադայեցա որ այդ քավազանը հբարդանա այդ քավազանը ես գոդրելու եմ եւ այդ քավազանը հբարդացավ եւ այդ քավազանի հբարդությունը մենք կգարտանք Եսայի մարգարեության 14-րդ գլխի մեջ երբ որ գսե չարը ինքը իր սրտի մեջ հբարդացավ եւ ասավ ես ուզեմ փարցիալին նմանի անոր քահը քրավեր այնոր քահին դեղը նստի եւ գսե ճիշտ այդ միջոցին է որ երկինքեն երկիր ինգար եւ քետնին հավասարեցավ որ տեսեք ինչպես այնպիսի գապվածություն ուզեր ցույց տալ որ Նաբուքոդոնոսոր ուրիշ բան չէր եթե ոչ ով էր խորքի մեջ չարի ներկայացուցիչը եւ հիմա դու այս հարցերն են որ սկսի մեր մտքի մեջ ծագի եթե Նաբուքոդոնոսորը չարի ներկայացուցիչն է եւ իր մտքի մեջ հբարդացավ ասելոման ես փարսիալին կնմանին փարսիալին գուզեմ նմանին անոր դեղը քրավել Աստված ինչպես կրնա ըլլալ ինչպիսի արտոնություն մգուտա որ այս երևույթները բադահին եւ սահմանները մտնեն քու դիրաբեդությանը սահմանները մտնեն
քու անունով չիմաց դաջարը գործանեն, բղձեն եւ ապոչ քու ժողովուրդը ցեպված Իսրայելը գոդորեն սպանեն եւ միայն մնացորդածը իր հետ տանի քերի դեպի Բաբելոն։ Եվ անորամանը որ գիշեցնե Եսայի մարգարեին, ես իբրև ինչ է որ գոկտակորձեմ այս Հիսուսի թագավորությունը, իբրև քավազան, ուրեմն կնշանակի մեր ագյանքի մեջ երևույթներ, որոնք կպատահին, եւ ասված է որ գթույլադրե որ այդ երևույթները պատահին, իբրև ինչ է որ գոկտակորձե, իբրև թաստիարակություն, իբրև անդրադարձ, իբրև արթնալու արիթ, որովհետև ըստ երևույթին այս կամ այն ցևով ես թմրած վիճակի մեջ եմ, այս կամ այն ցևով ես շերված վիճակի մեջ եմ, ես կդարձեմ որ ճիշտ ճամփու մեջ եմ։ Եվ այդպես այս ժողովուրդը ամբողջ այդպես կդարձեր։ Ժողովուրդը իմիջիայլոց ասեմ Իսրայելի ժողովուրդը ինչ որ պետք է ընծայել գնձայեին, ասեմ ցեզի, դաջար երկային ընծաներ գնձայեին, զոհ գմատուցանեին, խաղաղության զոհներ, ուխտի բادرակներ ինչ որ էր այդ բոլորը գնեին։ Բայց միևնույն ժամանակ նաև ինչ գնեին։ Միևնույն ժամանակ նաև անդարները գերտային, միևնույն ժամանակ նաև լերները կբարձրանային, որպեսզի փաղամին նվիրված չասվածության իրենց պաշտամունքը ընծայեն։ Այլ խոսքով կնշանակի կփորձեին ինչ անել, երկու դերերու ծառայել։ Մեկը ճշմարիտ դերը, մյուսը սեպված, գարձված որպես դերը, բայց վերջի Պողոս Արաքյալը ասել, ինչ բանի որ ծառայեք, անոր ծառան կդառնաք։ Ինչ որ պաշտամունք կնեք, պաշտել նաև կնշանակի իմիջիայլոց քրափարյան ցևով ծառայությունն է։ Մենք հաջող երբ որ պաշտամունքի երթանք կսենք, չէ՞, մենք պաշտամունքի երթանք։ Գիրագյորը ասինջամ պաշտամունք ունենք։ Ընդհանրապես ցավոք սրտի այդ պաշտամունք բառը գործընծուցած է իր ճշգրիտ իմաստը։ Մենք կսենք որ մենք պաշտամունքի երթանք, այսինքն նկատի ունենք հոգևոր երգեր երգենք, աստվածաշունչ կգարտանք, սերդողություն կնենք, աղոթ կնենք, այս կնենք կամ այդ կնենք։ Պաշտամունքի երթալ կնշանակի երթալ Աստծո ծառայել, Աստծո ծառայության մեջ մտնել, Աստծո ծառան դառնալ, այդ կնշանակի պաշտամունք։ Ուրեմն երբ որ մենք երթանք հեթանոսած պաշտամունքին, կնշանակի հեթանոսած պաշտամունքի ծառան պիտի դառնաս։ Եվ հետևաբար Աստված քանի արիտներով հիշեցուց Երեմիայի մարգարեի ճամփով։ Այս ժողովուրդը ուտելները գերտագսե։ Արաբոտ շուտ գերտա անդարներ, գերտա լերներու բարձրուկներ, ո՞ն ինչ կնեք դուք։ Պաշտամունք կնեք։ Մյուս կողմեն ու նաև դաջար ինչ կնեք, զոհերը կնձայեք։ Եվ ասկա հիշեցնե մեր այսօրվան վիճակը։ Մենք հաջող կփորձենք ինչն է, երկու աշխարհներու մեջ լա։ Եվ հոգևոր աշխարհի մեջ, եւ բնական աշխարհի մեջ։ Գփորձենք յոլա երթալ, այս անենք, մյուս անենք։ Գիրագի օրերը երթանք հաջող ենք եկեղեցի պաշտամունքին այսինչի, շատ տվա մեջ նայենք մյուս աշխատանքներ ունենք։ Թող որ ունենք մյուս աշխատանքներ, բայց որքան հարիր են եւ համապատասխան են Աստուծո հետ մեր գավին, մեր հավատարմության, մեր հնազանդության, բոլորի մասին է խոսքը։ Բոլորի մասին է խոսքը։ Բոլորս անխտիր։ Եվ անորոման է որ Քրիստոս հիշեցուց դուք այլևս այս աշխարհին չեք պատկանիր։ Մենք այլևս այս աշխարհին չենք պատկանիր։ Բայց անգեղձ լանք, մենք մեր անձերով անգեղձ լանք։ Մեր հրազները ինչ են։ Մեր հրազները ուրիշ բան չեն, ոչ այս աշխարհի պատկանողներու։ Ուրիշ բան չեն։ Ինչ որ ուրիշներ գնեն, այն մենք գնենք։ Այնպիսի բաներ գնենք, որ կարծեք մնայուն հոս է մեր գայքը, մնայուն հոս է մեր գայանը։ Երբևիս է կմտածենք, որ հոս չէ մեր դուք։ Եվ անորամա Քրիստոս ինչ ասա։ Ես կերտամ, ցեզի համար դեր կպատրաստեմ, որպեսզի կամ ցեզ հետ տանի, ինձ հետ ցեզ տանի, եւ ըլլակոն ու որ ես եմ, ու որ Քրիստոսն է։ Եվ պիտի լա հոն, ու որ ես եմ, իմ ծառաս նաեւ պիտի լա հոն։ Եվ հետաբար, երբ որ ասված թույլ գուտա գարդոնել, որ թշնամին մտնե ներս, ասավ ինչպես գմոդենա հարցին։ Դեսե ով էր, նա իր ինչ տեղի ունենա։ Հետանոց ասկերը սահմանները մտներ են։
իրենք ինչ դրամատրություն ունեին եւ իրենք փորձառություն ունեին իմիջիայից ամեն անգամ երբ որ թշնամիին թեմ բادرազմի կերտային եւ մանավանդ Աստծո առաջնորդությամբ բادرազմի կերտային այդ բادرազմը գահտեին այդ բادرազմը գահտեին որտեղ իրենք գիտեին վստահություն ունեին որ Աստված է իրենք առաջնորդողը Աստված է իրենց հետ իրենց դեր բادرազմողը հետեւաբար ով գրնա հաղթել մեր աստուծուն ոչ ոք եւ առավել եւս նաեւ իրենք այսպես ասած քախնիկ մնալ ունեին ինչ էր այդ քախնիկը ուխտի դաբանակը որտեղ այդ ուխտի դաբանակը Աստծո ներկայության խորհրդանիշն էր եւ Աստված թույլատրեց որ փղշտացիները այդ ուխտի դաբանակը քրավեին ինչու որպեսզի սորվեցներ ժողովրդին որ այլևս Աստծո ներկայությունը ցեր մեջ չէ որտեղ երբ որ Աստծո ներկայությունը ցեր մեջ չէ ուրեմն կնշանակի դուք ինչ եք պատրաստ եք բարդվելու դուք պատրաստ եք գոդորվելու եւ եթե հարցնեք ինչու որտեղ դուք շեղեցաք այդ ճանապարհին դուք շեղեցաք այդ ճանապարհին Եվ ադորը 78-րդ Սամոսն է, որ մեզի գոգնե հասկնալու 79-րդ Սամոսը։ Ամեն անգամ, երբ որ դժվարության նեղության մեջ ինչ կնեին, Աստուծո գտիմեին։ Բայց հետո ինչ կներկայացնեն մեզի անցող շաբթվան Սամոսը։ Բայց դարձյալ ինչ ուրին, Աստծո զայրույթը, Աստծո փառությունը քրքրեցին եւ Աստված ինչ հրագսել, որ փոքեցավ։ Ուրեմն Աստված այսպես բադահականորեն չէ, որ գարդոն է, որ թշնամի մտնե սահմանները Աստուծո։ Բադահականորեն չէ, որ Աստված գթույլատրե, որ թշնամի մտնե դաջարը գործանե, բղծե, այս կամ այդ երևույթը դնե։ Աստված բադահականորեն չէ, որ գարդոն է թշնամին, որպեսզի մտնե դաջարի սպասները քողնա, հապշտակը եւ իր հետ տանի թեպի Փափելոն։ Այդ ընելով Աստված կուզե ցույց տա, սորվեցնե իր ժողովրդին։ Որ քո այս ըրածիդ հետևանքն է, ինչ որ այսօր դու, որ քոն է այս բոլորը անդրադառնալով, այս բոլորիով անդրադառնալով, որպեսզի դարձիկաս, զղջունի եւ ապաշխարության առիթ ունենաս։ Եվ ինչը սա մնացորդին։ Մնացորդներուն համար լսա գտելատրեմ, որ քերի դարվիկ դեպի Փափելոն։ Եթե մնացիք այստեղ Երուսաղեմ, պիտի գոդորվիք։ Ավելի լավ է որ երթանք։ Շատեր չուզեցին, ասին չէ, մենք գնախնդրենք մերնին եւ ոչ թե ստրուկ երթան։ Եվ մերան այնտեղ մնացին, սպանդվեցան, գոտորվեցան։ Իսկ անոնք, որոնք ուզեցին երթալ, որոնց մեջներ նաեւ Դանիել, այդ երեք երիտասարդները, որոնց մասին մենք կկարդանք Դանիելի մարգարեության եւ անշուշտ նաեւ ուրիշներ, որոնք ուզեցին անցն արին երթալու քերի թեպի Փափելոն։ Բայց միշտ ինչ ցևով, ինչ հերանեկարով, որ հոն պիտի մնաք 70 տարի, եւ 70-րդ տարին ցեզ պիտի ազատ արձակեմ եւ պիտի վերադառնաք ցեր երկիրը։ Եվ այդ 70 տարիներում ժամանակահատվածը արիդ պիտի ըլլար շատ նոփանել։ Նաբուկոդոնոսոր թագավորին, որ լսեր Աստծո մասին, Նաբուկոդոնոսորեն հետո մյուս թագավորներուն, որպեսզի լսեին Աստծո մասին, որ սա կնշանակի Աստված եթե այդ ժողովուրդը քերի տարավ Փափելոն, ոչ թե բարձավես իրենց կյանքը խնայեց, այլ որպես անոնք վկայություն տային ճշմարիտ Աստծո մասին։ Տեսեք Աստված ինչպես կգործե։ Տեսեք Աստված ուղղու ինչպես ինչ ծրագիրներով իր ծրագիրը, իր փրկության ծրագիրը, ինչ երևույթներով իր փրկության ծրագիրը իր լրումին կհասցնե։ Այնինչ, որ Եսայի մարգարեի թքի մեջ կսե, իմ խորհուրդներս եւ ծեր խորհուրդները նույնը չէ։ Իմ ջամփաներս եւ ծեր ջամփաները կսե դերը նույնը չէ։ Դարբեր է։ Եվ անորոշ հաջող Աստծո ծրագիրները դարօրինակ կտվի մարդուս համար։ Դառնա կտվի։ Եվ ադորամարալ գխնդրենք Աստծո որ դա մեզ իմաստությունը, որպեսզի մենք կարենանք հասկանալ, թե այս ծևով որ դու գործես, այս բոլորի մեջ ինչ իմաստ, ինչ նշանակություն ունի, որպեսզի մենք կարենանք ըստ այնը բահել մեր քիծը, մեր կապը քեզի հետ, այդ մեր հարաբերության, մեր այդ հարազատության եւ մեր այդ մտերմության մեջ։
Ուրեմն այս բոլորը բաց երկու դողերը բարձր ես գուքան ցույց տալու համար, որ ասա գուքա եւ ներկայացնեն, ինչպես կգտնալ ով Աստված, որ թշնամին հեթանոս ազգեր, որոնց Աստված չեն ճանաչներ։ Եվ երբ որ Աստված չեն ճանաչներ, գնշարը ոչ թե միայն չեն ճանաչներ, այլ եկած են գոդորելու։ Եվ եկած են գոդորելու։ Քեզի ծառայողներուն թիակները ցիրուցան եղած են, դառնալով գեր, ուդենիկ, քիշադիչ թրջուններուն։ Քեզի հավատարիմ մարդոց մարմինները գեր դարձած են վայրի քազաններում։ Ինչու այնքան գոդորածը շատ է, որ ժամանակ չկա թաղելու։ Բայց գիտեք, որ նաև եբրայական հասկացողության մեջ եւ ընդհանրապես ժողովուրդներու կյանքի մեջ թաղումը հարկանքի նշան է։ Եվ երբ որ քու մերերը չես թաղեր, քու մերերը թաղելու ժամանակը չունիս, կնշանակե անարգական է, անբadvություն է, անարգական է։ Հիշեք օրինակի համար, երբ որ Աբրահամի գինը Սարան կմեռնի, իրեն համար ինչ կնես Աբրահամը, հատուկ տերմը կքնե, որպես այդ մարմինը թաղե, այդ թիակը թաղե, որգեշա որքան այսպես արժեք ունի, եւ եթե չգրցար թաղեն, որտեղ շատ պատերազմ է արդեն, գոդորած այնքան շատ է, ժամանակ չկա, որ մեկը թաղենք, մեր գլուխը ազատենք, մեր հոգին ազատենք, կամ մեր մերելները թաղենք, ժամանակը չկա, բայց միևնույն ժամանակ նաև կնշանակե այդ անարգական վիճակն է, որ այս ժողովուրդը անոր մեջ որ կանցի, եւ քիչ մենը միդեսե, մեր շուրջի ազգերը մեզ անարգեցին, եւ նաեւ ինչ ասին, ուր է անոնց Աստված կոչվածը, ուր է, ինչպես որ արիթոմը թավիթ են նույն արգայությունը մի դունեն, չլա ըլլա այնպես մը, որ իմ թշնամիներս ինձ իսեն, ուր է անոր Աստվածը, այնքան կվստահեր աս Աստված, ուր է, իրեն համար դաջալ շինածը, հավասիկ մենք բոլորեցինք այդ դաջալը, հավասիկ մենք բլձեցինք այդ դաջալը, իրեն անվամբ եղած այդ քաղաքը, Երուսաղեմ քաղաք, Աստծո քաղաք, որպես մենք եկանք բոլորեցինք, այրեցինք, ժողովուրդը որպես Աստծո ժողովուրդ, ուր է այդ Աստվածը, թող որ կա եւ բրգե, եւ բոլոր ժամանակներում մեջ եղան այսպիսի վիճակ։ Առաջի թարու քրիստոնյաները անցան այսպիսի վիճակները։ Եվ տեսեք մտածել ուտա, այսօր մենք ալ կանցնենք այսպիսի վիճակները։ Մանավանդ այսօրվան այս աշխարհի թրվածքի անորոշության, վախի, սարսափի, որ մնայուն գխոսքի պատերազմի եւ պատերազմներու մասին։ Չես գիտեր երբ կփրկի, երբ պիտի փրկի այդ բոլորը։ Եվ ուկա ասել համար այսպիսի վիճակներում մեջով դանցնենք մենք։ Մեր թրացի ժողովուրդներում նախադինքի առարգա դարձանք։ Ձաղր ու ձանակը մեր շուրջ գտնվողներում դեր միջև երբ փարգացած պիտի մնաս, բայց որոնց թեմ փարգացած պիտի մնա։ Մեր ժողովրդի թեմ։ Եվ ադորաման ինչ կսեք, թող որ քու փարգությունդ եւ զայրույթդ քեզ չջանցող ազգերու վրա թափե։ Բայց ինչու է որ մեր վրա կթափես, որտեղ մենք քեզ հավատարիմ չմնացինք։ Եվ ասիկա տեսեք ինչ է գիտեք ինքնափարծ, ինքնաանդրադարձի վիճակն է, որ հաճախ կսենք։ Ասված ինչու է որ այսպես կվարվի ինձ հետ։ Որ մեկիս համար, որ ասված ինձ հետ այսպես կվարվի։ Ես ինչ կրացեմ։ Համը չեմ կրացես։ Ինձ համար գտնվի համը չեմ կրացես։ Բայց որ իշպան հիշենք, այն ինչ որ մեզի կներկայացվի Աստվածաշնչի մեջ, անձերու կյանքերը Աստված գօգտագործեր նաև ինչ, իբրև օրինակ, ամբողջ ազգի մը, բադմություններ կգարտանք Աստվածաշնչի մեջ, մանավանդ 5 դագարանի մեջ, որ անձերու հետ կապված են, անձնական իրենց վիճակն է, բայց եկեք տեսեք, որ այդ անձերու կյանքի թրվածքը, որում մեջով որ դանցնին, խորքի մեջ նաև ոչ թե միայն իրենց համար էր, այն նաև օրինակ էր շրջապատին,
որպեսզի մարդիկ տեսնելով, քոնե տեսնելով այդ երևույթը, իրենք անդրադառնային, ինչպես որ ասված օգտագործի Եսայի մարգարեն, եւ գսե այսպես ապրիր, քանի մորեր, որպեսզի ժողովուրդը երբ որ քեզ տեսնեն, անդրադառնա, որ հիմա այս եղածը որ քեզի կլա, խորքի մեջ իրենց համար նշան մնե, իրենց համար թաս մնե, իրենց համար պատկան մնե, ազդարարություն մնե, որ ինչ կպատրաստեն։ Բայց ընդհանրապես մարգարարած այնպիսի հոգեբանություն մտրված մունի, որ փամը որ ինձի չի պատահիր, կնշանակարձեք ինձի հետ գործը չունի։ Մորնալով սակայն ինչ որ քեզի կպատահի, գրնա ինձի համար ոչ թե ինձի պատահի, բայց ինձի համար գրնա օրինակ ծառայեցնի, ինձի համար գրնա պատկան մնալ, որ այդ անցին եղածը քեզի համար զգուշացումի առարկա է, քեզի համար զգուշացումի առիթ է։ Եվ ասավ ուղուկա և կատրտան կսե, որ մինչև ես երբ այս պարգությունըտ պիտի պորպոքի և կու նախանցախնդրությունըտ պիտի արդայես, ինչի նախանցախնդրություն է, ասկարաջ մենք տեսանք, ասված կսե նախանցախնդիր է, նախանցոտ ասված է, բայց ինչի հետ կապված այդ նախանցախնդրությունը, իր անունին և իր այդ անունին հետ կապված պարքին, և ասված կսե ես չեմ թույլ դար, չեմ արդոներ, որ ինձի դրվելիք պարքը դակ ուրիշի։ Ինչ է իրեն դրվելիք պարքը, ստեղծիչի հանգամանքը։ Ինչ է իրեն դրվելիք պարքը, աստված հանգամանքը։ Երբ որ իրեն դրվելիք պարքը ես կուտամ ուրիշին, աստո նախանցախնդրությունն է, որ կսկսի փորփոքի։ Այնինչ որ իրեն է, որ պիտի տամ իմ շնորհակալությունս, երախտագիտությունս, երբ որ ես կուտամ ուրիշին, այն ադեն է, որ աստո նախանցախնդրությունը կփորփոքի։ Եվ այդ նախանցախնդրությունը կարգայել է ինչպես գրագի պոցի պես։ Եվ ասապը կխնդրեք ասե, որ դես այդ կու փորփոքումըտ, թող որ հետանոս ասկերում, քեզ չջանցող ասկերում վրա թապեր, և ոչ թե մեր վրա, և մինչև երբ պիտի թապես մեր վրա։ Որովհետև անոնք լապեցինք ու ժողովուրդըտ, ավերագի վերածեցինք ու երկիրըտ, մեր երկիրը, մի հիշեր մեր անցյալի հանցանքները, տեսակ մերը, մի հիշեր մեր անցյալի հանցանքները։ Ուրեմն գնշագե խորքի մեջ այս եղածները, որ տեղի ունենան, սահմանները մտեր են, դաջարը բլծեր են, քաղաքըտ ավերեր են, ժողովուրդըտ գոդորեր են, մեր հանցանքներու պատճառ։ Գեիշեցին են դրախտի պարբեցի վիճակը։ Աթամ գերար, ինչ ու գերար, ու եկի դես, որ մերգես գերար, այն գինը որթում ինձի դվիր, անիգազիս խապեց։ Գերար, այո, կամ ոչ։ Որքանով պատրաստ ենք ընդունելու մեր մեղավորությունը։ Որքանով պատրաստ ենք ընդունելու մեր գունությունը, որքանով պատրաստ ենք ընդունելու մեր խլությունը, անորամա Քրիստոս կհարցներ, ինչ կուզես, որ ես քեզ ապրեմ։ Որ գնշան հիվանդը պետք է ինք գիտակցություն ունենար, իր մտքի մեջ հստակ պետք է ելար ինչու կնաց Հիսուսին։ Եվ գույրը գսե գուզեն, որ աչքերը սպացվի, ուրեմն գնշան գգիտակցի, որ ինքը գույր է։ Եվ անորամար երբ որ օրենքի ուսուցիչները եկան եւ ասին նշան դուր մեզի, այս դուր մեզի, այդ դուր մեզի, Քրիստոս ասա դուք եթե գույրեր չլայիք, պիտի չկայիք, դուք ինչու եկած եք։ Դուք ցեզ այնպես մգներգացեք, որ դուք կտեսնեք, իսկ եթե կտեսնեք, կնշան դուք բժշկի գարիկը չունիք։ Անորամար երբ որ մենք ասում մակրամակուր կնկատենք, մեղավորներ չենք, ուրեմն կնշանակե ողորմության գարիկը չունենք։ Եվ ավասիկ մոս է, որ ասավ կհանդրատրնա և կսեր դես կխնդրեմ, որ մեր անցյալի հանցանքները մի հիշեր, պութով եգուր աջաբար է, եգուր և ողորմ է մեզի, որովհետև հետին թշպարության հասան։ Եվ ճիշտ հոս է անդրադարձը և այն վերջին վիճակը, որում կհասնի մարդը։ Վերջին վիճակն է, ինչպես որ հասավ անարակ որդին։
Երբ անդրադարձավ, երբ որ հասավ հետին թշվառության վիճակին։ Սկիզբը անդրադարձավ, չէ։ Երբևիցե մտածեց հորս դունի երթալու մասին, ոչ։ Այնքան որ դակամին իր հետ տրամը գար, մտածեց հորս դունի երթալու մասին, ոչ։ Այնքան որ ընկերներուն հետ հաջույքի, այսինչի կամադիչի մտնոլորտի մեջներ, մտածեց հորը դունի երթալու մասին, ոչ։ Տրամը սպարեցավ, փորձեց ինքզինքը յոլա երթալ, այսպես survival-ան, մտածեց հորը դունի երթալու մասին, ոչ։ Փորձեց մինչև իս խոզերու արածը լան, ակարանի մեջ ապրի, մտածեց հորը դունի երթալու մասին, ոչ։ Մինչև հասավ այն վերջին պահը, ուր ուդելիք ուզեց խոզերու բադարեն և խոզերը չդվին, ալեսա պիրես ինչ, հորս դունի երթալու։ Շատ փորձեցի։ Մենք առաջ շատ կփորձենք, մեր մարդկային ջիքերով, մեր մարդկային գիտությամբ, մեր ունեցած կարողություններով շատ կփորձենք։ Եվ ասաֆար փորձեց, շատ փորձեց։ Ինք անհատ կամ իբրև ժողովուրդ, գսավ հասեր ենք այլևս հետին թշվառության վիճակի։ Այլևս ուրիշ ելք չունենք։ Այնպես ինչպես որ էր բարական միտքս եկավ հիմա, այն գինը, որ տարիներու արյունահոսությամբ բռնված, ամեն ինչ սպարած, այլևս տրամ չկա բժիշկներու տակ։ Եվ ասավ մեկ պամանած։ Երթամ անոր քղանցքի թրջին եւ իդի բժիշկը։ Եվ հիմա դեսեք մինչև հոս ասված կսպասե, այո։ Ասվածին կհամբերությամբ կսպասե։ Ինչպես որ անարակ որդին հայրը համբերությամբ կսպասեր թրան մուտքին նստած, իր որդուն երա կարծին։ Այսինքն երբ հալլա այդ թշվառության բահը հետին միտքդ պահե, որ հայրն աստած կսպասե զիս կեզ յուրականչում։ Եվ անցանները կարոզիչը կեղեցիկ օրինակ կդվավ։ Թրամանիշ մահանեց, սավ ինչ է այսի, սավ թրամանիշ, մաքուր, նոր բենքեն դուրս եկեց։ Եվ սավ հանգարց այս թրամանիշը, սավ թրամը ծերկես ինգավ, սավ ցեխի մեջ։ Ետ վերջուց ցեխեն, սավ այս թրամանիշը գգորսնցն է իր արժեքը, սավ ոչ։ Եթե 50 է, գմնա 50։ Ճիշտ է ցեխ է, աղդ է, գեղդ է, բայց արժեքը չի գործնցն։ Այս օրինակով սա մենգար, ինչպիսի ցեխի դիրմի մեջ ըլանք, մեր արժեքը աստուծոքով չի գործնիր, բայմանավ սակայն մենք հանցն առնենք երթալու աստուծո։ Չսենք այնպես որ մենք արժեքը գործնցուցինք, հանգարց 50 դոլարը չեղավ 10, հանգարց 50-ը չեղավ 1, 50-ը մնաց 1, 50-ը մնաց 50, բայմանավ սակայն մենք հանցնարու ըլանք, ոտքի ելելու անարագորդին նման, վերաթարնալու երթալու դուն, բետև հոն է կսպասե մեզի։ Նույնպես ասաֆը կսե, անսյալի հանցանքները մի հիշը, շուդր է, ողորմե մեզի, որեդև հետին թշվարության հասան, օգնե մեզի, ով մեր փրկիչ Աստվածը, որեդև տուն ես մեր միակ փրկիչը, քու անունը փառավորելու համար, ազատե մեզ և քավե մեր մեղքերը, անունդ բարձր բայելու համար, որպեսզի չլատ է հետանոց ասկերը ըսեն, ուր է ասոնց Աստվածը։ Այսինքն հիմա մեր խնդրանքը այն է, ըրե այնպես մը, որ մեր թշնամիները երբ որ տեսնեն, քու սուրբ անունդ բարձր բահվի։ Աստծո անունը միշտ բարձր է ինչալուց։ Մարդ ինքը չէ, այլ մարդուն պիտի դրվի արիթը անդրադառնալու այդ անվան վեհության և բարձրության։ Ուրեմն ըրե այնպես մը, որ մեզ ազատ է մեր այս վիճակը, և մեզ ազատ է ինչ ձևով, ինչ ակնարկությունը կա տեսեք։ Ինչպես մեզ ազատ է։ Մեր մեղքերը ներելով։ Ինչպես որ էր բարական անդամալություն։ Անդամալություն ինչ տվավ Քրիստոս, մեղքերու քավություն։ Անդամալություն ինչու եկած էր բժշկության։ Եվ այս դողերը ուքան իշեցնելու, երբ որ մենք կերթանք Քրիստոսի, խնդրանքներու ցանկով, գործի աջողության, առողջության, ասինչի ալինչի,
Բայց ասածը չսեր մեզ ազատ է դաշնամիները, մեզ ազատ է մեր վրա հարձակողները, մեր մեղքերը ներեն։ Որտեղ երբ որ մեր մեղքերը կներես, Ենեշայում մենք այդ անդրադարձը, որ ունեցած են քեզի կվերականգնենք, խոստովանությամբ, զղջումով, ապաշխարությամբ եւ մեր մեղքերու կամություն եւ թողություն կստանանք։ Այլ խոսքով, երբ որ մենք քեզ կվերականգնենք, քեզ կդունենք իբրև դեր բրգիչ ասված, Ենեշայը այն ժամանակ արդեն դու ինչ է որ գիտես, մեզ պիտի պաշտպանես, որտեղ դու այդպես խոստացած էիր, դու այդ ծևով իբրև ժողովուրդ քեզի համար հավաքեցիր։ Որ դու ժողովուրդը դառնա Քու արովի հոդը ըլլան, ոչխարները ըլլան։ Անորամար դու հավաքեցիր։ Հավաքեցիր ոչ թե բարձրապես ժողովուրդ մը հավաքելու, այլ հավաքեցիր որպես այդ ժողովուրդը փրկես, այդ ժողովուրդը ազատես։ Ինչպես որ ազատեցիր Եգիպտոսից տրդուտենեն, ինչու, որտեղ խոստացած էր Աբրահամին։ Եվ այդ խոստումը դե որ կատարեցիր, ազատեցիր այդ ժողովուրդը, բայց երբ որ ազատեցիր, նաև ինչ խոստում տվիր, դուք ինձի ժողովուրդը լալու, ես ցեզի ասվածը լալու, բայց բահեցեք այս հավատարմությունը։ Բահեցեք այս հնազանդությունը, որտեղ երբ որ չբահեք, նաև ինչ տեղի ունենա, ձեր գլխում քալիք կա։ Եվ այսօրվա անցուդարձել իմիջալոց ուրիշ բան չեն, եթե ոչ մեր գլխում քալիքը։ Այսօր ինչու զարմանանք, երբ որ բادرազներ կան, բادرազներու լուրեր կան, որովհետև Քրիստոսը սա անցյալին բادرազներ վիդելան, բادرազներու լուրեր, ըսածն է որ կկատարվի եւ կամ որովհետև ամբողջ մարդկությունը գաբրի այնպես ինչպես որ գաբրեին Նոյի օրերուն, այնպես ինչպես որ գաբրեին Սոդոմ Գոմորի օրերուն, տակավին չսելու համար ավելի բետեր, ավելի քեշ վիճակով։ Հետո ուքան գսելու համար ինչու աս բادرազներ կան։ Բայց Քրիստոսը ասել տակավին ասում քիչ է։ Տակավին ասում գսկիստն է։ Եվ այս բոլորին ինչն է որ կբացի անդրադարձ գիտակցությունը մեղավորության, մեղքերու զղջումի, քալու Քրիստոսի, քալու Աստծո եւ ասել ներե մեր մեղքերը, ներե։ Մեղ կործեցիք մենք։ Ինչպես որ բարական Փարիսեցին Մաքսավորին երկու գացին տաճար։ Ով է որ արդարացած դու գնաց։ Գսե Մաքսավորը, ինչու։ Որտեղ սա, ուրիշ բան չսա, մեկ բան, ներե, մեղավորիս մեղքերը։ Ինձին չքովափանեց, ինձին ինաման չներգայացուց, այս գնեմ, այս գնեմ, բաղ գնեմ, ձոմ գնեմ, այս գնեմ, դասանորդ կուտամ, այս, չէ, ներե, մեղավորիս մեղքերը։ Բայց երբ որ խոսին ներե մեղքիս մեղավորիս մեղքերը, հաճախ կուկա այն գարցեք այն դեսագետը սենո ինչու միշտ հիշես քու մեղավորությունը, չէ որ Քրիստոս փրկեց, այո Քրիստոս մաքրեց մեզ, Քրիստոս նորոգեց մեզ, վերստին ծնունդ տվավ մեզի Սուրբ Հոգիի, բայց նաև սա չի նշանակեր անտարբեր մնալու, սա չի նշանակեր մնալու մեղքս կհիշեմ, ինքզինքս այսպես գիտեք մեղատրանքի վիճակ ոչ ընդհակառակը Արաքյալը անոր համար է որ դսկուշացնե, զգուշ եղեք է ձեր ապրելակերպի մեջ, որպեսզի հանգարտ չնաք վերականգնեք ձեր անցյալի կենցաղին, ինչու որովհետև հին մարդը տակավին հոս է Գաբրի հին մարդը։ Ճիշտ է նորոգված է Սուրբ Հոգիով, վերստին ծնունդ ստացած ենք եթե, բայց տակավին հին մարդը Գաբրի մեր մեջ։ Այսօր չունենք մեր մտքերու մեջ կանցնի ադելություն, չունենք մեր մտքերու մեջ կանցնի այսօր թշնամություն, նախանց փառություն, չկան, շատ կան։ Ուրեմն կնշանակի տակավին հին մարդը կկործե մեր մեջ, որտեղ Բողոսարական անոր համար է որ գսե ներքին պայքարի մեջ եմ ես։ Հոգիս տեւի արարիչին ուզե երթալ, մարմինս իր ցանկություններով ներքին պայքար մը գսե մեջս։ Եվ ով է այդ ներքին պայքարի թրտաբաճառը։ Տակավին հին մարդը, որտեղ հին մարդը վերջնական ցելի մեջ չէ մեռած։ Հոգևոր մարդն է, որ մեղքով լեցուն Քրիստոսի հետ թաղվեցավ։ Հոգևոր մարդը նոր արարածը, վերստին ծնածը, ճուրեն մգրտությամբ վերստին ծնավ, բայց այնտեղ տակավին ունենք մենք ցանկությունը, այնտեղ տակավին մենք ունենք այդ խորհուրդները, որ ամեն անգամ երբ որ գլուխ կբարձրացնեն, մենք հոգիի Սուրբ Հոգի զորությամբ ինչ կփորձենք գնել, թաղել չցկել որ արդյունան այդ բոլորը։ Այլևս Քրիստոս ինչու պիտի սե զգուշացեք։ Արաքյալը ինչու մնայում պիտի սե զգուշ եղեք, արթուն եղեք, պատրաստ եղեք, աղոթեցեք, ինչու, որպեսզի փորձության մեջ չինակ։
Չենք գնալ բարձրացնել, Քրիստոս մեզ մաքրեց, քավեց, նորոգեց, հետո բայց ինչ։ Ուրեմն ինչպես ապրենք կսել Պողոս Արաքյան։ Անդարբեր չենք գնալ ապրիլ այս վիճակի մեջ։ Անորամանան Երևան խորհուրդն էր թադավորի գիրանին մնայուն աղոթեցեք առանց սանսրանալու։ Եվ այդ աղոթքի խնդրանքը ինչն էր։ Այրիկին ինչու երթար թադավորին, թադստես, օգնեցի թադստես։ Կսե եթե անիրավ թադավորը լսեց այրիկնոջ, որքան առավել ևս իրավ թադավորը լսեց սեր աղոթքները, բայց նաև ինչ խնդրենք, դուր մեզի սպարազինությունը, որպեսզի կարենանք բادرազմի, չարին արձակած բոլոր տեսակի մխացող ներերում։ Քավեն են մեղքերը։ Որտեղ գարտանք Արաքյանին նամակները, եթե եսենք կսե մեղք չունենք, սուտ կխոսենք, եթե եսենք մեղք չենք գործեր, մենք այսպես խապած կնա, զասված խապած կնա, դա մեկը որ կսե ապրի և մեղք չգործեր է, դա մեկը թողցեք պարսեցեք, եթե գա մեկը որ կապրի և մեղք չի գործեր, թողցեք պարսեցեք, և ադամ Քրիստոս կսե, ծեր մեջ ամեղը առաջին կարը տողն է դե, որ նշագի այս կաման ծևով, ոչ թե մեզ գնվաստացն է, այլ ընտակարակը, մեզի արիտ կուտը, արդուն, զգաստ, զգոն, միտկերը արդուն, ապրելու մեր հավատքի կյանքը, որը նաև մեզ գտնե թուլամորտության, հանգիստի, անդարբերության, և ահա այնադեն է, որ չարը գրնա ինչն է, որ արդեն իսկ արյուցի պես կմրնջե շուրջս կտարնա, բայց այնադեն արիտ է օգտագործը նաև քալու և հոշոդելու, լապելու իր որսը։ Ով դեր թող մեր աչքերով դեսնենք վրեժ խնդրությունըտ, ազգերը հասկնան, թե ինչպես թուն կբաչես ծարաները տսպանողները, այս անգամ գխոսի վերջին համկրվանին, թե ասված ինչպիսի հատուցում պիտի դա։ Լսե քերի դարվածներուն հարաչանքը, քու մեծ կարողության պտխնայե մահան թադաբարդվածներուն, յոտնավադիկ հատուցանեթուն ով դեր, մեր տրացի ազգերուն, որոնք անչափորեն քեզ նախատեցին, որովհետև մենք քու ժողովուրդը, քու հոդիդ ոչխարները, հավետ շնորհակալություն այտնենք քեզի, սերունդե սերունդ անտատար քեզ օրհներքենք։ Եվ այս վերջին բաժինը, որ կնշանակի, եւ անորոմար քանի մը հատվածներ կան այս սամուսին մեջ, որ սկիզբը կներկայացներ ինչ դեպի ունեցավ թշնամին հարցանումով։ Հետո իրենց վիճակը մեղքով, հանցանքով, որ փորքի մեջ կանտրականա, որ այս եղածներն ուրիշ բան չեն, եթե ոչ մեր հանցանքներուն իբրև արդարություն։ Եվ ի վերջո սակայն, թվում որ արդար Աստվածս հատուցանեն, որտեղ վերջի վերջո այդ գոտորածը որ տեղի ունեցավ, նաև եղան այդպիսիներ, որ գոտորվեցան հագարականոր, որ ինչ էին, նաև Աստծո հավատարիմ էին։ Ոմանք նաև գոտորվեցան, որոնք Աստծո հավատարիմ էին։ Անորամարան ինչ կհիշեցին է հայտնություն Հովաննու քիչ։ Դեսագսե զոհաս սեղանը, որուտակ գոքիներ, գաղաղագեին և գսեին, մինչև երբ պիտի սպասես, և մեր հարցը, մեր իրավունքը, մեր արդար թադը երբ է որ պիտի տեսնես։ Այդ սպասումով է որ նաև ասավ, կամ փոխչացն է սերոմար, որոդե վերջի վերջո, մենք քու ժողովուրդ դենք, որ թուն ընդրեցիր, և քու հոդիտ ոչխարներն ենք, որն համար թուն մեզ կանչեցիր, ուրեմն այնպես մրել, որ հավետ քեզի շնորհակալություն այտնենք, հավետ, ոչ թե միայն ժամանակի մանր, այլ հավետ, ու մանավանդ սերունդ է սերունդ, և իշեք սերունդ է սերունդ այդ էր ամփոչ նպատակը, սերունդ է սերունդ փոխանցվի, ճշմարիտ Աստված պաշտության երևույթը, ծնողները փոխանցեն սերունդին, սերունդները փոխանցեն քալիք սերունդներուն, և դեղմը այդ փոխանցումը գանք արավ, ինչ-ինչ պատճառներով, չփոխանցվեցավ չահը մեկ սերունդեն լույսի, ինչ-ինչ պատճառներով, բայց սա չի նշանակեր, որ եթե երբեք հիմա գանք առնենք
եւ ուզենք վերականգնալ Աստծո եւ ինքն հանգարց մեզ չտուի։ Ընդհանրապես Աստված միշտ պատրաստ է մեզ ընդունելու, որոնց համար 5 դագարանի մեջ կսե։ Եթե խոստովանի ծեր մեղքերը, արդար ու ճշմարիտ են, որ ձեզ ներեն, սրբեն, մաքրեն, ծյունեն ավելի ջերմակ։ Մանավանդ երբ որ վերադառնանք, ոչ թե միայն ձեզ ծյունեն ավելի ջերմակ են, այլ ձեր մեջ են հանելու քարեղեն սիրտը եւ անոր դեղ տնելու մսեղեն փափախող սիրտ։ Եվ այդ ճիշտ այդ քարեղեն սրտին համար ներսես շնորհալի հայրավետ գսել։ Սիրովդ սերանու Հիսուս, սիրով քո ջմլիա սիրդին քարեղեն։ Աղոթենք։ Վահավան ամենայնի, Քրիստոս աչքով հովանի ինձի վերամեր, իդվե և իքիշերի նստիրի դան, ինքնալի ճանավար, ինը չէ լևի հարներ, զինի երբեք սասանեցայց և ողորմյա քո արարածոց և մեզ ազմանյացս։ Ամեն։